Մեր Տերը բարի է։ Աստված չի սխալվել, որ ինձ ու քեզ ընտրել է։ Ասում է, չէ, կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են։ Այսօր այստեղ մենք բոլորս ընտրված ենք։ Աստված քեզ ընտրել է։ Դու մի մտածի, որ դու այն կանչվածների մեջ ես, դու ընտրվածների մեջ ես, որովհետև Աստված քեզ ընտրել է ու քո համար գին է վճարել։ Ընտրված ես, որովհետև քո համար գին կա վճարված։ Դու էժան մարդ չես, դու թանկ մարդ ես, որովհետև Աստված ասում է, չէ, ինքը մեզ թանկ գնով է գնել։ Եթե որևէ մեկը քեզ չի գնահատում, սիրտը թող չնեղանա, չխռովի։ Մարդիկ կան, որ քո արժեքը չգիտեն, բայց դա կարևոր չի։ Կարևորը նա չի, որ մարդիկ քեզ գնահատում են, թե չէ։ Կարևորը նա է, որ Աստված քեզ գնահատում է։ Կարևորը նա է, որ Աստված քեզ ճանաչում է։ Կարևորը նա է, որ Աստված քեզ գիտի։ Եվ ինքը քեզ գիտի ավելի լավ, քան թե դու ինքդ քեզ ես ճանաչում։ Մենք մեզ այդքան լավ չենք ճանաչում, որքան որ Աստված։ Եվ Աստված ճանաչելով է գին վճարել։ Նա միամիտ Աստված չէ, նա իմաստուն Աստված է, նա ամենագետ Աստված է։ Եվ երբ որ ասում է, որ քեզ ընտրել է, նա իմանալով է ընտրել։ Նա գիտակցված է ընտրել։ Միամիտ բաներ չի անում։ Ինքը ինչ որ անում է մտածված։ Եվ դու Աստծո մտքի արդյունքն ես։ Աստված քեզ մտածել է քո համար, որ դու լինես։ Որովհետև մենք կարող ենք նաև չլինենք, բայց մենք կանք։ Եվ այն ինչ որ կանք, իրանով ենք։ Լավ թե վատ, ամենը Աստծունն է։ Եվ մենք բոլորս նրան պատկանում ենք։ Եվ դրա համար ենք նրան համար գալիս, երկրպագում եւ մեծարում իրան։ Որովհետև ինչքան որ մեծարում ենք իրան, այնքան մեր սիրտը ավելի է լցվում իրանով։ Ինչքան որ մեր սիրտը լցվում է իրանով, մենք մեր արժեքը ավելի ենք հասկանում։ Որովհետև մենք մենակ Աստծուն չէ որ ճանաչում ենք։ Երբ որ մենք Աստծուն ճանաչում ենք, նաև ինքը մեզ է ճանաչել տալիս, թե ով ենք մենք։ Մինչև Աստծուն ճանաչելը մենք մեզ չգիտենք։ Կամ այն ինչը որ գիտենք, դա շատ փոքր մի բան է։ Երբեմն մենք մեզ սխալ ենք ճանաչում։ Երբեմն մեր մասին այնքան վատ կարծիքի ենք։ Երբեմն այնքան թերարժեք ենք, բայց երբ որ բացում ես Աստվածաշունչը, երբ որ բացում ես Աստծո խոսքը ու սկսում ես այնտեղ նայել, դու այնտեղ տեսնում ես ոչ միայն Աստծուն, թե ով է Աստված, այնտեղ դու նաև հանդիպում ես նրան, թե ով ես դու։ Աստվածաշունչը քո մասին է։ Այնտեղ պատմում է քո մասին, թե դու ով ես։ Որովհետև մարդիկ կարան քո մասին լրիվ ուրիշ բան ասեն, եւ դու հավատաս այդ ստին։ Որովհետև մարդիկ միշտ չի որ մեր մասին լավ բան են ասում, ճիշտ բաներ են ասում, բայց երբեմն մենք ազդվում ենք այդ սխալ խոսքերից կամ այդ սխալ կարծիքներից։ Բայց երբ որ բացում ենք Աստծո խոսքը, երբ որ նայում ենք այնտեղ թե ինչ է գրած, դու հասկանում ես դու ոչնչություն չես։ Դու ոչ թե ոչնչություն ու ոչ մեկն ես, այլ դու այն մեկն ես, ում համար թանկ գին է վճարվել։ Եվ այսօր կարող է ինչ որ բաներ կա, որ քո սրտիդ մեջ քեզ ճնշված ես զգում, նեղված ես զգում։ Ուզեմ քեզ մի բան ասեմ։ Մի վախեցի ու մի տխրի, քո համար հույս կա։ Քո հույսը չի մեռել, որովհետև մեր հույսը հավիտենական հույս է։ Որովհետև Աստվածը հավիտենական է, ու այն ինքը ինչ որ արել է, ժամանակավոր չի արել, կամ մենակ այսօրվա համար չի արել։ Այն ինչը որ ինքը անում է, ինքը հավիտենության համար է անում։ Եվ երբ որ ասում է ձեր սիրտը թող չխռովի, ինչի համար, որովհետև ասում է ես ձեզ մենակ չեմ թողնելու։ Ինքը ինձ ու քեզ մենակ չի թողնի։ Կարող է պահեր կա դու քեզ մենակ զգաս, կարող է պահեր կա դու քեզ մենակ տենաս, բայց Աստծո խոսքն ասում է չխռովես, սիրտը թող չտրի, տրտմի, ես քեզ մենակ չեմ թողնելու։ Հավատացեք, Աստված գիտի ինչ է խոսում։ Եվ մենք հավատքով ենք սրան վերաբերվում։ Էսի արժեք ունի մենակ այն դեպքում, երբ որ մարդը հավատում է սրան։ Մենք կարող ենք լսել, մենք կարող ենք կարդալ, մենք կարող ենք իմանալ, բայց այս ամեն ինչը դառնում է կյանք, երբ որ մենք հավատում ենք։ Ես այսօր սրա մասին եմ ուզում խոսել, ինչքան կարևոր է մեր հավատքը, որովհետև բոլորն են հավատում եւ ամեն մեկը տարբեր ձևով է հավատում։
Մենք գիտենք մարդկանց, ովքեր հավատում են տարբեր բաների։ Նույն ավետարանի նկատմամբ էլ մարդիկ տարբեր հավատք ունեն, տարբեր վերաբերմունք ունեն, տարբեր մոտեցումներ ունեն։ Եվ իրականում ճշմարտությունը այն է, որ ով ինչ ձևով որ հավատում է, այդպես էլ ընդունում է, այդպես էլ ապրում է։ Ինչին որ հավատում է, ինքը այդպես էլ վարվում է, կամ ոնց որ հավատում է, այդպես վարվում է, ապրում է։ Բայց կա մի հավատք, որը տարբերվող է բոլորից։ Դա ուրիշ հավատք է։ Այսինքն բոլորի նման չի, ինքը եզակի է, որովհետև դու մի ուրիշ տեսակ կարող ես հավատք ունենալ, որը նման չլինի։ Մարդիկ քեզ նայեն, ասեն դու մի տեսակ ուրիշ ես, քեզ չհասկանան, դու լինես չհասկացված։ Բայց կարևորը ոչ թե այն է դու հասկացված ես, թե հասկացված չես, կարևորը այն է, թե դու ոնց ես հավատում, որովհետև դու քո հավատքի արդյունքն ես ուտելու, վայելելու։ Դու լինելու ես այն, ինչպես որ կհավատաս։ Դրա համար Տերը մեզ խոսում է ու ասում է լսելը, Աստծո խոսքն ասում է լսելը որտեղից է, Աստծո խոսքից։ Այսինքն մենք մեր հավատքը լսելուց է, իսկ մեր լսելը ձևավորվում է նրանից, ինչից որ լսում ենք։ Ինչ ես դու շատ լսում։ Ինչ է քո մտքիդ մեջ ավելի շատ։ Ինչի հետ ես ավելի շատ դու շփվում ժամանակ անցկացնում, այդ ամեն ինչից էլ ձևավորվում է մեր հավատքը։ Եթե դու շփվում ես առօրյա կենցաղիդ մեջ ավելի շատ քաղաքականությամբ, քո հավատքը այդտեղից է ձևավորվում։ Եթե դու շփվում ես Աստծո խոսքի հետ, քո հավատքը այդտեղից է գալիս։ Մի տեղից որ հավատք է գալի, երբ որ դա չի գալիս Աստծո խոսքից, դա ավելի շատ անհավատություն է, քան հավատք, որովհետև մենք ավելի շատ սկսում ենք հավատալ երևացած բաներին։ Այն ինչը որ մեր աչքը տեսնում է կամ ականջը լսում է, ֆիզիկական, այն ինչը որ կարելի է շոշափել, երբեմն մեր հավատքը նաև մեր հավատք գալիս է մեր զգացմունքներից, մենք ինչ զգում ենք, սկսում ենք այտենց հավատալ։ Այնինչ Աստծո խոսքը, երբ որ մենք կարդում ենք, հավատքը զգացողությունների հետ կապ չունի, ոչ էլ նյութի հետ կապ ունի, որովհետև ասում է ինչ որ մարդու աչք կամ ականջ, որ ոչ լսեց եւ ոչ տեսավ, Աստված դա է պատրաստել իրան սիրողների համար։ Այն ինչ որ ոչ մեկ չի տեսել, Աստված դա ունի քո համար, եթե իհարկե սիրում ես իրան։ Ես չեմ կասկածում, որ դու սիրում ես իրան։ Ամեն մեկս մեր սերը յուրովի ենք ցույց տալիս։ Մենք կարող է տարբեր ձև ենք դա պատկերացնում, բայց իրականը նա է, որ դու քո մեջ գիտես, որ դու հավանում ես իրան։ Եվ երբ որ դու հավանում ես իրան, իմացի Աստծո խոսքը այդ ասում, որ ինչ որ մարդու աչք չտեսավ եւ ինչ որ ականջ չլսեց, դա ունի քո համար պատրաստած։ Կարող է այսօր դու սպասելիքներ ունես։ Կարող է դու այսօր ինչ որ մի բանի սպասում ես, կարող է ակնկալիքներ ունես, որ քեզ թվում է թե ուշանում է։ Աստված երբեք չի ուշանում։ Նա երբեք չի ուշանում։ Կապ չունի դու ինչ ես զգում հիմա։ Քո հիմիկվա զգացողությունը մի կապի հավատքի հետ։ Նա ասում է, ով որ մինչև վերջ համբերի։ Մինչև վերջ համբերի։ Դու չգիտես ժամանակը երբ, որովհետև ամեն բանի ժամանակ կա։ Քո ժամանակն էլ կգա։ Հավատա սրան, որ քո ժամանակը գալու է։ Միգուցե այդ ժամանակը հենց հիմա է։ Կախված է թե դու ոնց ես հավատում։ Քո հավատքից է կախված քո ժամանակը։ Եթե դու հավատում ես, որ քո ժամանակը հիմա է, ուրեմն հիմա կգա։ Պարզապես թող քո սիրտը չխռովի, չհիասթափվես, չկոտրվես, որովհետև Աստված բարի է, նա չար Աստված չի, եւ ինքը գիտի եւ սիրում է իր զավակներին բարիք անել։ Ինքը բարիք անող Աստված է, նա չարիք բերող չէ։ Եթե ինչ որ մի բան կա, որ կարծում ես, որ քո կյանքում վատ է, լավ չի, դա Աստված տեղյակ է դրանից։ Աստված ամեն բան գիտի։ Ես ասեցի, որ նա մեզ շատ լավ է ճանաչում, ավելի լավ, քան ինքներս մեզ։ Եվ կան բաներ, որ միգուցե քո կյանքում հիմա դու կա ու դու տեսնում ես դա, մտածում ես, որ սա լավը չի, սա վատ բան է եւ խիկա։ Ես ուզում եմ ասեմ, որ Աստված երբեք չար բան չի բերում։ Հակոբոսն էլ ասում, որ Աստված մեզ չար բանով չի փորձում։ Աստված իր զավակներին չար բանով չի փորձում։ Երբ որ դու փորձություն ես զգում կամ մտածում ես, թե փորձության մեջ ես, իմացի, Աստված չար բանով չի փորձում, բայց նա չարից մեզ ազատում է։ Նա մեր ամուր ժայռն է։
Եվ մենք այդ ժայռի վրա ենք կանգնած։ Եվ սրա համար ասում է թող ձեր հավատքը չտկարանա, թող չթուլանա, որովհետև ես ձեզ հետ եմ, կապ չունի դու ինչ ես զգում։ Եթե նույնիսկ ասում է մահվան շուքի ձորովել անցնես, ես քեզ չեմ թողնելու։ Ես քեզ չեմ թողնելու։ Հիմա կարող է դու մի տեղով ես անցնում, որտեղ քեզ համար դժվարություն կա, նեղություն կա, բայց իմացի, մահը քո վրա իշխանություն չունի։ Դու չես մեռնելու, քո վերջը լավ է լինելու, որովհետև Աստված քեզ հետ է։ Եվ ինքը սովորական Աստված չի։ Կան աստվածներ, որոնք խոստումներ են տվել, բայց չեն կարող կատարել, որովհետև սուտ են, որովհետև կեղծ են, որովհետև մարդու հորինված են, որովհետև մարդը սիրում է հորինել, ինչը որ ինքը չի հասկանում, ինչը որ իր ուժերից վեր է, իր հասկացողության մեջ չի տեղավորվում եւ չի կարող մեկնաբանել, նա ստիպված մի հատ բան է հորինում ու սկսում դրան հավատալ, որովհետև մարդը մտածում է, որ ինչ որ մի գերբնական ուժ կա։ Բայց այդ գերբնական ուժը սուտ աստվածների մեջ են տեսնում, սուտ երևույթների մեջ են տեսնում, աստղերի մեջ են տեսնում, գուշակների մեջ են տեսնում, ինչ որ միտեղ գիտեն, որ մի բան կա եւ փնտրում են դա, բայց չեն գտնում, որովհետեւ սխալ տեղ են ման գալի։ Բայց նրանք, ովքեր որ արդեն ճշմարտությունը գիտեն, նրանք, ովքեր որ Աստծուն արդեն ունեն, նա ասում է, որ քո վերջը լավ է լինելու։ Կարևոր չի, թե դու այսօր նորից եմ ասում, ինչ ես զգում, մի վստահի քո զգացողություններին, հավատա Աստծո խոսքին, որովհետև հավատքը զգացողության հետ կապ չունի։ Հավատքը զուտ կապ ունի հավատքի հետ։ Եվ կարող եք մեզ թվա, թե դրա այս ամեն ինչի համար շատ մեծ հավատք է պետք։ Երբեմն դու նայում ես մարդկանց, ովքեր որ հաջողվել են։ Երբեմն մենք նայում ենք մարդկանց, ովքեր որ հաջողված են, եւ մեզ թվում է, թե նրանք մեծ հավատք ունեն։ Բայց գիտեք, Հիսուս ուրիշ բան պատմեց։ Նա ասեց. սարերը տեղափոխելու համար, կամ սենց ասեմ, մինչև սարերը տեղափոխելը մեծ հավատք պետք չի։ Դրա համար ընդամենը փոքր հավատք է պետք։ Մանանեխի հատիկի չափ։ Շատ փոքր։ Դու կարող ուզում ես քո հավատքը մեծանա, նոր ինչ որ մի բաներ անես, կամ մտածում ես այտենց, երևի հավատքս փոքր է, դրա համար իմ հետ էսպես չի ստացվում ոնց որ ուրիշների հետ։ Բայց Հիսուսն ասեց. մեծ հավատքի մասին հələ մի մտածի։ Փոքր հավատքը հերիք է։ Մինչև սարեր տեղափոխելու համար մեծ հավատք պետք չի։ Այդ դրանից երբ որ սարը կտեղափոխես, դրանից հետո մտածի կարող է մեծ հավատք էլ պետք ունենաս։ Բայց նախքան այդ փոքր հավատք։ Պարզապես Հիսուսը երբ որ խոսում է հավատքի մասին, նա ընդամենը մի հատ բան է ուզում շեշտում կամ ասում, որ թող քո հավատքդ միանշանակ լինի, մի երկմտի։ Հավատքի մեծ ու փոքր չկա, կա հավատք եւ կա թերահավատություն։ Դա այն է, որ ասում եմ, բայց կլինի թե չի լինի։ Դե որովհետեւ շատերն են արել, բայց չի ստացվել։ Ճիշտ է, որ Աստծո խոսքն ասում է, որ կլինի, բայց դե հիմա բոլորն էլ այդ խոսքը ասում ու անում են, բայց չի լինում։ Սա արդեն որ ասում է, չէ, միամիտ եղեք։ Միամիտը նկատի չունի հարիվ, նկատի ունի մի մտքի վրա։ Այսինքն, եթե դու մտածում ես, որ կլինի, երկրորդ միտքը մի ունեցի, բա կարողա չի լինի։ Որովհետև այս միամիտության մասին է խոսում Հիսուսը։ Եվ երբ որ ասում է հավատք, նկատի ունի ուղիղ հավատքը, այլ ոչ թե թերահավատությունը։ Միգուցե դու կողքը կամ քո առաջքերիդ առաջ մեկին ունես, ով որ քո համար շատ մեծ հեղինակություն է, եւ դու նայում ես իրանց փորձառություններին, որ ձախողվել են, որ չեն ստացվել։ Որովհետև ամեն մեկն էլ ձախողվում է, ամեն մեկն էլ ունենում է պահեր, որ չի ստացվում։ Բայց որտեղից է քո հավատքը կերակրվում։ Այդ չստացված տեղերից, ձախողումներից, թե քո հավատքը կենտրոնացած է այն տեղից, որտեղ ասում է կլինի։ Աստծո խոսքն ասում է կլինի, դրա համար ասում է լսելը Աստծո խոսքից պետք է լինի։ Հավատքը Աստծո խոսքից պետք է լսես, ոչ թե մարդուց։ Մենք բոլորս էլ կարող ենք ստացվել եւ ձախողվել։ Բոլորս էլ կարող ենք ինչ որ անկումներ, վայրեջքներ ունենալ, անկումներ ունենալ։ Բայց իր խոսքը երբեք հենց այնպես չի ընկնում։ Իր խոսքը երբ որ գալիս է, միշտ ինչ որ մի բան փոխում է։ Եվ եթե ուզում ես քո կյանքիդ մեջ ինչ որ մի բան փոխես, ուղղակի հավատա։ Մի նայ ոչ աջ, ոչ ձախ։ Սաղմոսների մեջ ասում է, քո աջ կողմից 1000-ը կընկնեն եւ ձախ կողմիցը 10,000-ը կընկնեն։
Քո աջ կողմն էլ կարող ես տեսնել ձախողված մարդկանց փորձառություն եւ նույնը կարող ես տեսնել քո ձախ կողմը, բայց ինքը ասում է դու նայի դեպի ինձ, որովհետեւ ես եմ ժայռը, ինքն է որ անսասան է, մնացած ամեն ինչ սասանվող է, մնացած ամեն ինչը մի օր կա, մի օր չկա, մնացած ամեն ինչը ըստ տրամադրությունների է, բայց միակը որ ինքն է, որը որ կախված չի ոչ տրամադրություններից, ոչ զգացմունքներից, ոչ զգացողություններից, այլ նա հաստատ է, նա անփոփոխ է, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ ինքը բարի Աստված է, Աստված չարությամբ չի մոտենում ոչ մեկի, դու միգուցե ասես, որ հին կտակարանի մեջ մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ Աստված բարկացավ, եւ այսօր էլ մենք տեսնում ենք տարբեր երևույթներ, պատերազմ, աղետներ, երկրաշարժեր եւ այս ամեն ինչը կապում ենք մենք չէ, բայց երբեմն նաեւ մեր շուրջը կան, որ կապում են Աստծո բարկության հետ, որովհետեւ մարդը մեղավոր է, մարդը ինչ որ չի ապաշխարում եւ Աստված բարկանում է, ուզում մի հատ ուրիշ բան ասեմ, եթե Աստված բարկանա, ոչ մեկ իր բարկությունից չի կարող պրծնել, ոչ մեկ չի կարող պրծնի եւ Աստված մի անգամ բարկացավ ու փոշմանեց, որ մարդը ստեղծել եւ իր ստեղծած ամեն ինչը կործանեց, բայց դրանից հետո ասեց, սրանից հետո էլ մարդու պատճառով ես չեմ կործանելու, այն ինչ որ ստեղծեցի, մարդուն էլ չեմ կործանելու եւ այդ խոսքը մինչեւ այսօր ուժի մեջ է, Աստված չի բարկանում, միգուցե տարբեր համարներ, տարբեր խոսքեր Աստվածաշնչից մենք վերցնենք ու փորձենք ասել, բայց տեսեք, այստեղ ասում է, որ ինքը կբարկանա, ինքը եւ այլը, բայց Հիսուսը երբ որ հորը ներկայացնում էր, Աստծուն ներկայացնում էր, իրան ներկայացրեց որպես բարի, ինքը ասեց, որ Աստված բարի է, եւ հետո ասում է, որ մի աղբյուրից երկու տեսակ ջուր չի բխում, չի կարող մի էությունից համ բարություն դուրս գա, համ չարություն դուրս գա, եւ դրա համար մենք հավատում ենք, որ ինքը բարի է, եւ Աստծուն սիրողներին, ինչ էլ որ պատահի, ամեն բան բարին գործակից է անում, Աստված ամեն բան կվերցնի եւ կփոխի դեպի բարին, որովհետեւ ինքը հրաշքների Աստված է։ Այն ինչը որ մենք չենք կարողանում հասկանալ, տրամաբանել ու վերլուծել, որովհետեւ գիտությունն էլ որոշ բան, ամեն ինչ չէ որ հասկացված է, ամեն ինչ չէ որ այսօր պարզ է։ Եվ մարդիկ, երբ որ հասնում են մի կետի, ել չունեն բացատրություն, երբ որ չգիտեն ինչ ասեն, այստեղ մի հատ գեղեցիկ բառ կա, ասում են հրաշք։ Եվ այդ հրաշքի Աստվածը մեր Աստվածն է, որ երբ որ բոլոր գիտությունները դադարում են, երբ որ բոլոր տրամաբանությունը դադարում է, երբ որ բոլորի ուժը սպառվում է, այստեղ ի հայտ է գալի Աստծո հրաշքը, որովհետև կան մարդիկ, որոնք որ հավատում են սրան, թող քո հավատքը հրաշք բերի քո կյանքում, ուրիշին մի նայի, ոչ քո աջ եւ ոչ էլ քո ձախը, թող քո հավատքը հրաշք բերի քո համար, թող քո հավատքը հրաշք բերի ուրիշների համար եւ թող քո հավատքը տարբեր լինի մնացած բոլոր հավատքներից, որովհետեւ մարդիկ սիրում են նայել եւ սնվել այն ամեն ինչից, ինչ որ իրանք տեսնում են, հավատալ նրան, ինչ որ տեսնում են, զգալ նոր հավատալ։ Երբ որ Հիսուսի աշակերտներից մեկը ասեց, մինչև չտեսնեմ, մինչև չշոշափեմ, չեմ հավատա։ Եվ հենց այդ պահին Հիսուսը մտավ ու ասեց, արի շոշափի ու արի տես։ Եվ երբ որ նա տեսավ, շոշափեց, ասեց, այ հիմա հավատում եմ։ Եվ Հիսուսը այդտեղ մի ուրիշ բան ասեց, դու տեսար, դրա համար հավատացիր, բայց երանի նրանց, որ չեն տեսնի, բայց կհավատան։ Դու, ես եւ մենք բոլորս երանելի մարդիկ ենք, որովհետեւ մենք հավատում ենք նրան, որին ֆիզիկապես չենք տեսել, բայց գիտեք, այստեղ մի հատ լավ բան կա, հնարավոր չի հավատաս ու չտեսնես, հնարավոր չի հավատաս ու չտեսնես, երբ որ մենք ասում ենք, որ մենք հավատում ենք եւ գիտենք եւ ճանաչում ենք, դա մեր հավատքի արդյունքն է, որ մենք նրան ճանաչում ենք, որովհետեւ առանց հավատքի հնարավոր չի նրան ճանաչել։ Այն ինչը որ մենք գիտենք եւ մեզ հայտնվում է, դա մեր հավատքի հետևանքն է։ Ինչպես որ մենք կհավատանք, այդպես էլ կտեսնենք։ Եվ երբ որ Հիսուսն ասեց երանի նրանց, որ չեն տեսնի, նա այսօր նկատի ուներ հենց մեզ, ինձ ու քեզ, որ չտեսնելով նրան ճանաչեցինք։
Չտեսնելով նրա հետ հաղորդակցվեցինք, չտեսնելով նրան մեր մեջ ընդունեցինք, չտեսնելով, բայց մենք նրա հետ հարության հետ մասնակից եղանք, իր հետ հարություն առանք, որովհետև մենք հավատացինք դրան, որ ինքը մեր համար այդ գինը վճարեց։ Մենք հավատացինք, որ մենք թանկ գին ունենք, թանկ գնով ենք գնված։ Եվ մենք այսօր այստեղ ենք նրան երկրպագելու, նրան մեծարելու, որովհետև ամեն անգամ, երբ որ հիշում ենք, չէ, Հիսուսը երբ որ հաղորդություն էր բաժանում, ասեց ամեն անգամ այս անելուց իմ մահը հիշեք։ Բայց ոչ թե որ ինքը մեռավ ու մտած գերեզմանի մեջ, այլ որ ինքը մեռավ մեզ հետ իր հետ տանելով գերեզման։ Եվ երբ որ ինքը գերեզմանից դուրս եկավ, այնտեղից ինքը մեզ էլ հանեց։ Եվ երբ որ մենք ամեն անգամ այդ հաղորդություն անում ենք, մենք հիշում ենք սա, որ մենք գերեզմանից դուրս ենք եկել, որովհետև Հիսուսը մեզ այնտեղ չթողեց։ Եվ սա մեր հավատքը։ Եվ այս հավատքով ենք գալիս իր առաջ, դրա համար ասում է համարձակությամբ եկեք իր գահի առաջ։ Համարձակությամբ քո մեղքերը ներված են։ Դու մի թույլ տուր, որ քեզ որևէ բան խանգարի քո միտքը, քո ինքնախիղճդ, ինքնագնահատականդ կամ որևէ բան, կարող է դու ինչ-որ մի բան սխալ ես արել, կարող է դու ընկել ես, կարող է դու հիմա էլ ընկած ես, բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Հիսուսը ամեն ինչի համար բանալիները տվել է։ Ասել է, եթե ընկել ես, նորից կկանգնես։ Երբ որ դու ընկած ես, նա քեզ չի դատապարտում։ Ընկած մենք ինքներս էլ մեր խոսքի մեջ sense արտահայտություն ունենք, ընկած մարդու վրով չեն անցնում։ Մենք մարդ լինելով սա հասկանում ենք։ Իսկ Աստված ասում է, որ դուք այդքան չար եք ու այդպես բարի բաներ մտածել գիտեք, ապա որքան առավել ինքը։ Նա ընկածին չի տրորում։ Մենք ընկածին նայում ենք ու քննադատում ենք, բայց ինքը ընկածին բարձրացնում է։ Ինքը ընկածին ընկած չի թողում։ Մենք ընկած մարդ ենք ման գալիս կամ միգուցե ման չեն գալիս, բայց երբ որ տեսնում ենք, որ մի օր վերևն էր ու հանկարծ հայտնվել է ներքևում, սկսում ենք հերում բայել մեզ, զգուշանալ իրանից։ Իրան համարում ենք ինչ-որ մեկին, որ մեղք էր ընկավ, բայց Աստված ոչ թե ասում է, որ մեղք էր ընկավ, ասում է իմ տղեն էր, անգելակը կանգնի, իմ աղջիկն է, անգելակ բարձրանա։ Աստված չի եկել, որ աշխարհը դատի, Աստված եկել է, որ աշխարհը փրկի, եւ ինքը մեզ չի դատում, մեր դատաստանը ինքը իր վրա վերցրեց։ Մեր դատը այն դատով, որ մեզ պետքա դատեին, արդեն ինքը դատվել է։ Ինքը դատվել է եւ երանի նրանց, ովքեր որ հավատում են, որովհետեւ ասում է, ովքեր որ կհավատան, նրանք կփրկվեն։ Ովքեր որ կհավատան, նրանք ազատ են։ Դու ազատ ես։ Չեմ ասում քո անունը ազատ է, բայց դու ազատ ես մահվանից։ Մահը պարտված է քո համար։ Եվ այս հավատքը, որի մասին մենք խոսում ենք, շատ բան է փոխում մարդկանց կյանքում։ Երբ որ մի հատ կին կար, որը որ հիվանդ էր եւ կարիք ուներ բժշկության, այդ մարդուն ոչ ոք չէր նկատում։ Ինքը երևելի մեկը չէր։ Ինքը եկեղեցու ոչ բեմի վրա էր կանգնում, ոչ առաջի շարքում էր նստում։ Ինքը աննկատ մեկն էր։ Միգուցե չգիտեմ իրան մասին գիտեին թե չգիտեին, բայց այս կնոջ մոտ մի բան կար։ Մենակ թե հասնեմ Հիսուսի հանդերձի ծայրին, մենակ թե հասնեմ այնտեղ։ Ուրիշները շատ տարբեր կերպ էին հավատում, բայց այս կնոջ հավատքը տարբերվում էր։ Ոմանք գալիս էին Հիսուսին ասում էին արի բժշկի մեզ, Հիսուսին ասում էին եթե ուզենաս, եթե կամենաս կբժշկես։ Բայց այս կինը ասում էր ոչ մի բան չէր ուզում ինքը խոսա Հիսուսին։ Նա անգամ չէր ուզում հարց տալ նրան։ Նա ընդհանրապես ասում էր երանի հասնեմ այդ իրա փեշերին, այդ հանդերձի ծայրին մի հատ կպնեմ։ Եվ երբ որ ինքը եկավ կպավ, այդտեղ շատ մարդիկ էին անցնում, շատ բազմություն կար։ Հանկարծ Հիսուսը կանգնեց։ Ասեց ինչ որ մեկը ինձ կպավ։ Շատերը կարող են կանգնած լինել Հիսուսի կողքը։ Շատերը կարան կպնեն Հիսուսին։ Եվ աշակերտներն էլ ասեցին, Պետրոսն ասեց, բայց վարդապետ, այստեղ բոլորը այնքան շատ մարդ կա, որ բոլորը կարան քեզ կպնեն։ Ասեց չէ, էսի ուրիշ կպնել էր։ Իրա նման ոչ մեկից չի կպնում։ Որովհետև այս որ ինձ կպավ, ինձնից մի բան տարավ, ինձնից զորություն դուրս եկավ։ Տեսեք, շատերն էին կպնում։ Եվ այդ կպնողները Հիսուսին մոտ կանգնած մարդիկ էին։ Մարդիկ էին, որոնց Հիսուսը ճանաչում էր, եւ մարդիկ, ովքեր որ Հիսուսին էին ճանաչում, իրար հետ հաց էին կիսում,
իրար հետ ապրում էին, բայց ոչ մեկի կպնելը Հիսուսի համար Հիսուսի ուշադրությունը չէր գրավում, որովհետև այնքան սովորական էր այդ ամեն ինչը, դա նորմալ էր, որ կպնում էին իրան, սովոր էին, բայց մի հատ կին պարզապես կպավ փեշի, շորի ծայրին, եւ Հիսուս կանգնեց, ու ասեց ով էր, եւ երբ որ այդ կինը տեսավ, որ արդեն ամեն ինչ բացահայտվեց, եկավ ու սկսեց պատմել ամեն ինչի, թե ինչ է եղել, եւ Հիսուսն ասեց քո հավատքը քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ։ Տեսեք, մի հատ կին էր, որ բացի այն, որ ինքը բժշկվեց, ինքը նաև անտեսված մեկն էր։ Միգուցե դու ինքդ քեզ կարող ես անտեսված ես համարում շատերի կողմից։ Միգուցե դու ուզում ես, որ քեզ նկատեն, բայց չես նկատվում։ Այս կինն էլ էլի չէր նկատվում։ Իրա մասին ոչ միտեղ ոչ մի խոսք չկա։ Մենակ կա էսի, որ եկավ ու կպավ Հիսուսի հանդերձին։ Բայց երբ որ Հիսուսը կանգնեց, բոլորի ուշադրությունը կենտրոնացավ այդ կնոջ վրա։ Կարող է դու ուզում ես քեզ նկատեն, բայց դու ինչ ես անում դրա համար։ Ոչ թե ուժով ու զորությունով, ոչ թե քո պայքարելով, որ անպայման ինձ տեսեք, ես կամ քեզ հերիք ընդամենը Հիսուսին կանգնեցնես, Հիսուսը բոլորի ուշադրությունը կենտրոնացնի քո վրա։ Որտեվ ինքը գիտի քեզ, քո հավատքն է, որ քեզ փոխում է, քո շուրջը, քո շրջապատը փոխվում է քո հավատքի արդյունքում։ Քո մարդկային հասկացողության մի փորձի մի բան անես, որ մարդիկ քեզ նկատեն։ Փորձի քո հավատքը աշխատացնես, քո հավատքով ապրի, թող քո հավատքը Հիսուսին ուշադրությունը գրավի։ Բոլորն էին հավատում, այդտեղ ովքեր որ կային, հավատում էին Հիսուսին, բայց այս կնոջ հավատքը տարբեր էր։ Եվ այս հավատքի արդյունքում ավետարանի մեջ գրվեց այս կնոջ մասին։ Իր մասին մի անգամ է գրվում, բայց բոլորը խոսում են նրա հավատքի մասին։ Մի աննշան անձնավորություն, մեկը որ ոչ իր սկզբի մասին է գրած, թե որտեղից էր գալի, ինքը ով էր, ինչ էր, ընդամենը գրված էր 12 տարեկան մի հիվանդ կին, 12 տարվա հիվանդ կին ներողություն, եկավ ու կպավ Հիսուսի փեշին, Հիսուսի շորի ծայրին, ընդամենը այդքան բան, ու Հիսուսը պատմեց բոլորին այդ կնոջ մասին։ Պարզապես մի հատ հավատք, որը տարբերվում էր։ Թող քո հավատքը տարբերվի։ Մի նայի քո կողքինի հավատքին, թող քո կողքինը զորանա քո հավատքով։ Մենք ավելի շատ սիրում ենք երբեմն նայել ու լցվել ուրիշների հավատքից, բայց թող քո հավատքը ուրիշներին լցնի, ուրիշների համար զորության մի հատ շարժառիթ լինի, մոտիվացիա, հա, ոնց էր հայերենը մոտիվացիա, շարժառիթ։ Թող քո հավատքը փոխի, թող քո հավատքի վրա մարդիկ գան, թող քո հավատքը լույս սփռի, թող քո հավատքը կենթանացնի եւ մարդիկ քեզանով գան, բայց դու մի նայ այն մարդկանց, ովքեր որ չեն ստացվել կամ ձախողվել են։ Որովհետեւ Աստված յուրահատուկ Աստված է եւ մենք շատ անգամ այդ հավատքը խառնում ենք ինքնաներշնչանքի հետ։ Ինքնաներշնչանքը հավատք չի։ Որովհետև մարդը ինքը իրան չի կարա ներշնչի, միգուցե ներշնչի, բայց դա հավատք չի, որովհետև հավատքը իրական, ճշմարիտ հավատքը, դա էլ է հավատք, ես բան չունեմ ասելու, բայց ճշմարիտ հավատքը ինքնաներշնչանք չի, որովհետև ինքը ինչի վրա է հիմնվում, իր հիմքը որն է, երբ որ մարդ ներշնչում է, մի բան որ չի կարում, ինքը իրան համոզում է, որ կարա, միգուցե դա էլ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բանի օգնում է, բայց դա ճշմարտությունը չի, դա հիմնականը չի։ Մեր ինքնաներշնչանքը, որ պետք է լինի ոչ թե մեզանից, այլ մեր ներշնչանքը պետք է լինի Աստծո խոսքից։ Ոչ թե մենք ներշնչվում ենք մենք մեզանից, այլ ներշնչվում ենք Աստծո խոսքից, որովհետև հիմքը Աստծո խոսքն է, որը որ ճշմարտությունն է։ Այսինքն մենք հավատում ենք ճշմարտությունից, այլ ոչ թե կեղծիքից, ստից կամ մեր հասկացողությունից։ Եվ հենց սրա համար Հիսուսն ասեց. երանի ձեզ, որ կարող եք հավատալ նրան, ինչը դեռ չեք տեսել։ Եբրայեցիների մեջ ինչ ասում, որ հավատքը չերևացած բաների ապացույցն է։ Ինչ նկատի ունի չերևացած բաների ապացույցը։ Շատ երբեմն մենք աղոթում ենք որոշ բաների համար, բայց
մտածում ենք կամ կլինի կամ չի լինի, բայց այնուամենայնիվ աղոթում ենք, որովհետև աղոթելը լավ է։ Մի հատ պատմություն կար մի հատ եկեղեցու մասին, ովքեր որ շարունակ աղոթում էին, որ անձրև կա, որովհետև երկար ժամանակ երաշտ էր իրանց քաղաքի մեջ։ Եվ երբ որ սկսում են աղոթել, օր են դնում, ժամ են դնում ու ամեն օր եկեղեցու մեջ հավաքվում են աղոթքանելու։ Եվ անցնում է որոշ ժամանակ ու ոչինչ տեղի չի ունենում։ Ու մի օր հարց է առաջանում, բա ինչի աղոթում ենք այսքան ու մեր աղոթքի պատասխանը չկա։ Եղիան աղոթեց, անձրև եկավ։ Նման նախադեպեր եղել էր, բայց մեր աղոթքի արդյունքում ոչինչ տեղի չի ունենում։ Եվ այս հարցերով գալիս են խոսում, քննարկում են իրար հետ, եւ մի օր իրենց առաջնորդ ասում է, բայց երբ որ դուք աղոթում եք, արդյոք հավատում եք, որ կգա այդ անձրևը։ Ասում են, հա, իհարկե հավատում ենք։ Ասում է, բա ուր է ձեր զոնտիկները։ Խի անձրևանոցով չեք եկել աղոթքի։ Որովհետև երբ որ ասում է հավատքը չերևացած բաների ապացույցն է, դա նա է, որ դու մի բան աղոթում ես, բայց ապացույցը հետը տանում ես, որ ես հավատում եմ, որ կլինի։ Այդ անձրևանոցը հենց այդ ապացույցի մասին է խոսում, որ ինքը դեռ չկա, բայց ես ապացույցը ունեմ, որ հավատում եմ։ Հավատքը սրա մասին է, երբ որ ասում է հավատքը չերևացած բանի ապացույցն է, թող քո սիրտը չերկմտի։ Այն ինչ որ Աստված խոստացել է, ինքը իր խոսքի տերն է։ Ինքը իր խոսքից հետ չի կայնում, ինքը իր խոսքից չի փոշմանում։ Ամեն։ Մի ուրիշ պատմություն, երբ որ Հիսուսի մոտ եկան, ասեցին, արի մեր բանը։ Մի հատ հարյուրապետ կար, հազարապետ կար, եկավ ասեց, վարդապետ ինքը չեկավ, ինքը մարդ է ուղարկում, որ Հիսուսին կանչեն, ոչ թե կանչեն, այլ խնդրեն, որ Հիսուսը իր աղջկան բժշկի։ Եվ այս հազարապետի ծառաները գալիս են ու ասում են, գիտեք, մեր տիրոջ աղջիկը հիվանդ է, արի բժշկի իրան։ Եվ երբ որ մոտենում են տանը, դեռ տանը չմոտեցած, հազարապետը մարդ է ուղարկում։ Ասում է, ես արժանի չեմ, որ դու իմ տուն մտնես։ Քո մի խոսքը հերիք է։ Պարզապես մի խոսք ասա։ Ընդամենը մի խոսք, եւ դա բավական է։ Եվ այստեղ Հիսուսը կանգնածներին նայում զարմացած ասում է. ես Իսրայելի մեջ այս հավատք չտեսա։ Չկա սենց հավատք։ Ինքը այդ ամբողջ ընթացքը ապրել էր իր աշակերտների հետ։ Իր աշակերտներն ասում էին, Տեր, չէ, Հիսուսը մի օր ասեց, «Կաղա դուք էլ եք ուզում թողեք գնաք ինձնից», նրանք էլ ասեցին, «Բայց ուր գնանք, դու ես հավիտենական կյանքի խոսքեր, որ ունես, ուր գնանք»։ Եվ Հիսուսը այդ մարդկանց ասում է, այս մարդու հավատքը ձեր ունեցած հավատքից տարբեր է։ Այս հենց հավատք չկար։ Ես չեմ, նույնիսկ ձեր մեջ այս հավատքից չտեսա։ Եվ Հիսուսը զարմացավ այդ հավատքի վրա, որովհետև դա տարբերվող էր։ Այդ հավատքի նմանը չկար։ Եվ երբ որ Հիսուսը լսեց, ասեց. թող իր ասացի, թող իր հավատքի պես լինի։ Երբ որ Հիսուսը ասում է, որ եւ մենք էլ կրկնում ենք, չէ, երբեմն ասում ենք թող քո հավատքի պես լինի, եւ որ չէր լինում, ասում ենք ուրեմն լավ չէր հավատում։ Այս խոսքը Հիսուսը ասում էր այն դեպքում, երբ որ ինքը տեսավ, որ կասկած չկա։ Դրա համար ասեց, թող քո հավատքի պես լինի, որովհետեւ Հիսուսը 100% համոզված էր, որ դա լուծված հարց է։ Այս մարդու հավատքը լուծել է այդ խնդիրը, անգամ առանց իր ֆիզիկական ներկայության այդ հարցի լուծումը տրված է։ Ես հավատամ թե չհավատամ, միգուցե Հիսուսը բնականաբար հավատք ուներ, բայց այդ մարդու հավատքն էր կարևոր։ Այդ մարդու հավատքը բժշկեց իր աղջկան։ Հիսուսը չգնաց որ բժշկի։ Եվ մի ուրիշ տեղ, որ Հիսուսն ասում էր, գնացեք եւ ինչ արեք, հիվանդներին բժշկեք։ Ինքը չի ասում գնացեք հիվանդների համար աղոթեք, որ դա էլ կա, բայց երբ որ ինքը ասում էր գնացեք, ասում էր գնացեք եւ բժշկեք։ Չի ասում գնացեք աղոթեք, որ ես բժշկեմ, ասում էր գնացեք եւ բժշկեք։ Եվ այստեղ էլ այդ մարդուն ոչ թե գնաց այդ մարդու աղջկան, ոչ թե Հիսուսը գնաց բժշկեց, այլ այդ մարդու հավատքը կենթանացրեց եւ բժշկեց այդ աղջկան։ Եվ սա էլ տարբերվող էր, այս հավատքն էլ տարբերվող էր։ Մի ուրիշ տեղ եկան Հիսուսի մոտ, հիշում եք հայրոսի աղջկա պատմությունը, որ երբ որ եկան Հիսուսի հետևից այդ մարդը եկավ եւ ճանապարհին գնում էին, եկան ընթացքում ասեցին, լավ, հերիք այլ մի անհանգստացրու վարդապետին, աղջիկդ մեռավ, էլի մաս չկա, վերջ։
Շատ բաներ կա, որ այսօր կարող քո համար թվում է թե վերջն է, всё, այլ անիմաստ է։ Այն պահը, որ դու կարող էիր օգտագործել, անցավ գնաց։ Վերջացավ, ամեն ինչ կորցրիր, վերջ։ Բայց Հիսուսը նայեց, ասեց. մենակ հավատա։ Կապ չունի քո կողքը ինչ կխոսան, ոնց կխոսան, մենակ հավատա։ Ուրիշ բան չի ասում, ինքը մենակ ասում է ուղակի հավատա։ Եվ երբ որ մարդու հետ գնացին տուն, տեսան այդ որտեղ որ այդ աղջիկն էր պարկած լցված լաց ու ողբ էր։ Ու սկսեցին ծիծաղալ, խնդալ Հիսուսի վրա, ձեռ առնել, որտեղ ինքը ասեց մի լացեք, ասեց ինքը մեռած չի, քնած է։ Բայց ինքը մեռած էր։ Հիմա քո հավատքը ոնց է տեսնում երևույթներին, որ արդեն մեռած է, թե դու նայում ես նրանց որպես քնած բանի։ Մեր հավատքն է, ինչ որ հավատում ենք, դա էլ մեզ համար դառնում է իրականություն։ Ովքեր որ լացում էին, նրանց համար մեռած էր, բայց Հիսուսի համար քնած էր։ Հիմա դու ոնց ես տեսնում իրականությունը, երևույթները, ոնց ես մեկնաբանում, քո հավատքը ինչ է խոսում քո մասին, քո հավատը ինչ է խոսում քո ընտանիքի մասին, քո հավատքը ինչ է ասում քո ապագայի մասին, քո հավատքից դու ինչ ես ստանում, քո հավատքով ամեն ինչ մեռած է, թե քնած է։ Անհավատությունը սպանում է, բայց հավատքը կենթանացնում է։ Եվ երբ որ Հիսուսը տեսավ դրանց այդ լացուկոցը, բոլորին դուրս հանեց։ Որովհետև այդ լացը, այդ ողբը, այդ սուքը Հիսուսը մեր աչքերից սրբել է։ Թող որ քո հավատքը ոչ թե լինի լացի ու սուքի մեջ, այլ քո հավատքը լինի հաղթանակի, ուրախության, այն վստահության, որ դու գիտես, որ ամեն բան կարա նորը սկսվի։ Երբ որ Մարգարեին տարավ Հիսուսը, Աստված ցույց տվեց մի հատ գերեզման, ասեց ինչ ես տեսնում։ Ասեց չորացած ոսկորներ, մարդկանց ոսկորներ։ Եվ ինքը ասեց հիմա մարգարյացիր դրանց վրա։ Հիմա դու ինչ ես տեսնում, մեռած թե քնած։ Եվ երբ որ մարգարեն մարգարյացավ, այդ ոսկորները սկսեցին հավաքվել իրար վրա եւ կենթանություն դառնալ, կենթանի մարդիկ դառնալ։ Այն ինչը որ մենք չենք հասկանում, այն ինչը որ մեր տրամաբանության մեջ չի տեղավորվում, դրան մենք նորից ասում ենք հրաշք։ Եվ Հիսուսը սա է ասում. հավատացեք ինձ եւ Պապային, Հորն էլ հավատացեք, եւ այն ինչը որ իմ անունով խնդրեք, ինքը կտա ձեզ, ինքը կանի ձեր համար, ուղղակի հավատացեք։ Որովհետեւ եթե ոսկորներն են կենթանություն առնում եւ դառնում կենթանի մարդիկ, քո կյանքում էլ ինչը որ կա, որը որ քեզ թվում է թե մեռած է, չորացած է, սկսի մարգարյանալ դրանց վրա։ Ինչպես որ մարգարյացավ այն մարգարեն, որին Աստված ասեց ինչ ես տեսնում, հետո ասեց մեռած ոսկորներ, ասեց դե հիմա խոսա իրանց վրա։ Իշխանությունը քո ձեռքն է։ Դու ես հարություն տվողը։ Հիսուսը ամեն բան արել է ու թողել երկրի վրա։ Ասել է ինչ որ արել եմ, դուք էլ կարող եք։ Դուք էլ կարող եք անել, նույնիսկ ավելին կարող եք անել, քան որ ես եմ արել։ Ինչ որ կապեք, կապված կլինի, ինչ որ կարծակեք, արցակված կլինի։ Պարզապես թող քո հավատքը չթուլանա, մի երկմտի։ Ինչ որ ուզում ես, ինչ որ քո կյանքիդ մեջ զգում ես, որ մեռած է կամ կուզենայիր որ լինի, սկսի մարգարյանալ դրա վրա։ Ուղղակի սկսի խոսալ հավատքով, որովհետև քո հավատքը կենթանի է։ Հիսուսը ինքը ինչ խոստացել է իր խոսքի տերն է։ Մի հատ ուրիշ մարդ, մի հատ ուրիշ անձնավորություն, որ մենք կարդում ենք արդեն 5 կտակարանի մեջ, որը համարվեց հավատքի հայր։ Մի անձնավորությունը, որ շատ հարուստ էր, մեծ հարստության տեր էր, բայց մի բանի պակասություն ուներ։ Մեկին չուներ, որ այդ ամեն ինչ թողնի, ժառանգություն թողնի։ Մեկը չկար, որ իր ունեցածին տեր կանգնի։ Եվ մի օր Աստված իր հետ երբ որ խոսում էր, ինքը սիրտը բացեց ու ասեց. «Տեր, մեկին չունեմ։ Մեկին չունեմ, որ այս ինչ որ տվել ես, թողամ իրան։ Ես ժառանգ չունեմ»։ Եվ Աստված այստեղ ասում է. «Աբրահամ, ես քո սերունդը հողի փոշից, երկրի փոշուցը ավելի շատ եմ անելու, չափ եմ անելու փոշի։ Եվ եթե մի հոգի կամ ինչ որ մեկը կարողանա հաշվել երկրի փոշին, քո սերունդն էլ կարող է հաշվի»։ Աստված խոստումներ է տալի։ Եվ այդ խոստումները Աստված նաև մեզ է տվել։ Բայց Աբրահամը այս ամեն ինչին իմիջիայլոց չէր նայում, ինքը հավատքով ընդունեց դա։
Եվ անցան տարիներ։ Եվ երբ որ ինքը ավելի էր տարիքով մեծանում, ու իր կինն էլ չէր հղիանում։ Եվ նայեց կինը Աբրահամին, ասեց. «Կլինի արի իմ ծառայից ունեցի այդ սերունդը։ Իմ ծառան քեզ տամ իրանից երեխա ունեցի»։ Երբ որ պահ կա քեզ թվում Աստված ուշանում է։ Աստված մի բան ասել է, բայց չի լինում։ Աստված երբեք չի ուշանում։ Երբեք։ Եթե նա քեզ խոստացել է, ուրեմն նա անելու է դա։ Բայց երբ որ մարդը զգում է, որ մի քիչ ուշացել է կամ իրան թվում է, թե ուշացել է, միշտ մարդկային մի բան մտցնում է, մի ձև, մի ճամփա, ու չգիտես ինչի Աստվածաշնչի մեջ միշտ կինն է։ Աստծո գործերի մեջ գիտ խոթում։ Մտցնում է միտեղ, որտեղ որ չի կարելի։ Ու Աբրահամը լսում է կնոջը։ Ու իր ծառայից են ունենում։ Ու այդ պատմությունը Ծննդոց 13-րդ գլխից սկսում է մինչև 18-19 մի քանի գլուխ այդ պատմություններն է Աբրահամի, իր կնոջ, Սարայի եւ Իսահակի։ Եվ այս դեպքերը չեմ ուզում մանրամասն ասենք, ուզում կենտրոնանալ մի քանի կոնկրետ բաների վրա։ Եվ Հագարն է ծնվում, հետո նեղություն, դժվարություն ալնում, վերջապես իրան գնում են, հետո նորից հրեշտակը հայտնում, ասում է նորից գնա Աբրահամի մոտ, մի փախի իր տնից։ Բայց երբ որ հաջորդ դրվագն ենք նայում Աբրահամի եւ Աստծո հրեշտակի այդ հանդիպման խոսակցության, հրեշտակն ասում է. Աբրահամ, ես որ քեզ ասել էի սերունդ կտամ քեզ, ես նկատի ունի, որ քեզնից ու Սարայից կծնվի։ Որտեւ ինքը Հագարի տեղը գիտեր։ Բայց ինքը ասում է ես քո ու Սարայի մասին էի ասում։ Երբ որ Հագարը Իսմայելը ծնվեց, Աբրահամը 86 տարեկան էր։ Եվ երբ որ հրեշտակ իր հետ խոսում էր, այս ժամանակ Աբրահամը արդեն 100 տարեկան էր։ 14 տարի անցել էր։ Այն խոստումից, որ առաջի անգամ ասել էր, որ քո սերունդը պետք է շատացնեմ, հողի, գետնի, երկրի փոշու չափ, 14 տարի անցել էր արդեն։ Եվ հրեշտակ եկավ ասեց. Աբրահամ, ժամանակը հիմա է։ Այն որ ես այն ժամանակ քեզ խոստացել էի, ես այսօրվա համար էի ասում, բայց դու շտապեցիր։ Երբեմն մենք էլ ենք շտապում, երբեմն մենք էլ ենք վրազում ու սկսում ենք կամ մեր սիրտի մեջ խռովել, կամ տխրել, կամ ինչ-որ մարդկային բան, հիասթափություն ա գալի, նեղություն ա գալի, դժվարություն տենում ենք, նեղվում ենք, ճնշվում ենք, սկսում ենք ինչ-որ մի հատ դիսկոմֆորտ զգալ ու փորձում ենք ելքել ման գալ, բան անել, ինչ-որ մի ձև։ Բայց երբ որ հրեշտակը ասեց, որ դու պետք է ունենաս ու Սարան, Աբրահամը կարծում եք ինչ արեց, սկսեց ծիծաղել։ Աբրահամի ծիծաղը եկավ այդ ասացի վրա։ Ոչ թե որ իրանից հնարավոր չէր, երևի մտածում էր Սարայից էլ հնարավոր չի։ Բայց հետո ասում է, որ Աբրահամը հավատաց դրան, եւ հենց սա իր համար համարվեց արդարություն։ Աբրահամը հավատաց, որ իր չորացած կնոջից սերունդ դուրս կգա։ Ինչի հավատաց, որովհետև Աստված է խոսում։ Որովհետև ինքն է ասում։ Դա ոչ մի տրամաբանության, ոչ մի գիտության մեջ չի տեղավորվում։ Ոչ մի բժիշկ չի հավատա, որ 100 տարեկանը գնա իր մոտ կոնսուլտացիայի, չի հավատա։ Բայց երբ որ Աստված է խոսում, բժիշկները լռում են։ Գիտությունը լռում է։ Ամեն գիտություն դադարում է, որովհետև Աստված խոսում է։ Քո կյանքում Աստված թող խոսա։ Դու քո կյանքի վրա մարգարեացի, որովհետև Աստված քո հետ գործ ունի։ Թող քո սիրտը չտրվի այս ստից բաներին, որ քո աչքն ու քո ականջը լսում է, որովհետև ինչ որ ականջ ու աչք ոչ տեսա, ոչ լսես, դա պիտի քո հետ լինի։ Եվ Աբրահամը, քանի որ հավատաց, ասում է, նրա կինը հղիացավ եւ ծնվեց Իսահակը։ Եվ որ ծնվում էր կինը Սարան ասում է, այս Աստված ինձ ծիծաղ տվեց, հիմա ով լսեց ին վրա ծիծաղալու է։ Ով լսեց, որ ես երեխա ունեցա 100 տարեկանում, վրես կխնդան։ Ու այդ երեխան դրին ծիծաղ, Իսահակ։ Եվ անցան տարիներ։ Ու մի օր Աստված նայեց, որ Աբրահամը ինչ որ ավելի շատ կապվել է Իսահակի հետ։ Շատ է կապվել։ Որովհետև տեսա, որ Իսահակին ոնց որ ավելի շատ է սիրում։ Երբեմն մենք ավելի շատ կապվում ենք այն ամեն ինչի հետ, ինչ որ Աստված տալիս է, քան թե այն տվողի հետ։
Այստեղ ավտանգը, որ երբեմն մենք շատ բաներ ստանում ենք եւ մենք կապվում ենք այդ ստացած բաների հետ։ Մեր համար էականը դառնում է այն, ինչ որ մենք ստացել ենք, բայց ոչ թե նա, ով որ այդ ամեն ինչ տալիս է։ Դրա համար ինքը ասում է, ինձնից բացի ուրիշ Աստված չունենաս։ Ինձնից բացի ուրիշ Աստված թող չլինի քո կյանքում։ Կապ չունի դա ինչ անուն կունենա կամ ինչ տեսք կունենա։ Կարևորն է, որ առաջինը ինքն է։ Որովհետև եթե դու իրան ունես, դու ամեն բան կունենաս։ Եվ քանի որ Աստված տեսավ, որ Աբրահամը ավելի շատ կապվել է Իսահակի հետ, ասեց՝ «Բեր ու քո այդ մի հատ տղային ողջակեզ արա իմ համար»։ Առաջի բանը, որ լսում ես, մի քիչ դաժան է հնչում, որովհետև այն ինչը որ Աստված էր տվել եւ պատկերացրու, ովքեր որ ծնող են կհասկանան, որ դու քո միակին ողջակեզ անես։ Դա մտքի մեջ մարդու հասկացողությանից ամեն ինչից վեր մի բան է, որը որ շատ դաժան է առաջի հայացքից։ Բայց ի զարմանս մեզ, օրինակ, եթե ես լինեի, ես հաստատ չի անի։ Ես չեմ կարծում, որ ես այդ բանը կարայի լսեմ, հավատամ, չի հավատամ դա Աստված է առհասարակ։ Բայց Աբրահամը վերցնում է իր տղուն ու բարձրանում է Սարը։ Այնտեղ, որտեղ որ պետքա զոհ անեն։ Ու ճանապարհին Իսահակը ասում է՝ բան ուր է, զոհը ուր է, այդ գառը ուր է, ինչը պետք է զոհ անենք։ Հիմա մեր համար պատմությունն է, ասենց կարդում ենք, բայց ես պատկերացնում եմ Աբրահամի ապրումները։ Ինքը իր երեխու ձեռից բռնած, գիտի ուր է գնում, բայց Իսահակը չգիտի, թե իրան ինչի համար են տանում։ Երբ որ հասնում են այդ տեղը, որ պետքա արդեն ողջակեզ արվեր, Աբրահամը ասում է սկսեց զոհասեղան սարքել։ Ես պատկերացնում եմ, թե այդ զոհասեղան սարքելը ինչքան հնարավոր է ձգել է։ Մինչև այն վերջի քարը որ դնի, որովհետև գիտեր, որ հենց որ այդ վերջի քարը դրեց, արդեն Իսահակին պետքա դնի այդտեղ։ Եվ երբ որ ամեն դեպքում այդ ամեն ինչ արեց եւ Իսահակին կապեց, որ պետք է ողջակեզ անի, Աստծո հրեշտակը նորից հայտնվեց։ Ասեց Աբրահամ չհամարձակվեց ձեռք բարձրացնել այդ երեխու վրա։ Սա շատ մարգարեական եմ ես նայում։ Մեզ թվում է, թե սա Աբրահամի պատմությունն էր։ Սա Աբրահամի մասին գրված է, բայց հետո տարիներ անցավ, դարեր անցավ, որ այն ինչը որ Աստված Աբրահամին էր ասում արա, ինքը արեց։ Վերցրեց Հիսուսի ձեռքը ու բարձրացան Սարը։ Եւ այդտեղ նույն Աբրահամը, ինչպես որ Աբրահամն էր ծնող, ինչպես որ Աբրահամն էր հայր, ինչպես որ Աբրահամն ուներ հոր սիրտ, այդ ապրումներն ու այդ զգացումները, նույն ուներ Աստված։ Որտեվ ինքն էլ զգացմունքներ ունի։ Որտեվ զգացմունք մարդը կամ էակը չի կարող սիրել։ Սերը դա նաև զգացմունքային բան ունի։ Եվ Հիսուսին վերցրեց, այն գառանը վերցրեց, այն որ հարցնում էր, բա զոհը ուր է, այդ զոհը դարձավ Հիսուսը։ Նա Աբրահամին չթողեց, որ իր որդուն զոհի, ողջակեզ անի, բայց ինքը իր որդուն բերեց ու այդ Սարի վրա ողջակեզ արավ, որպեսզի ով որ հավատա փրկվի։ Եվ ես ու դու այդ ողջակեզի արդյունքն ենք։ Բայց ամբողջ հաղթանակը եւ ամբողջ փառքը նրա մեջ է, որ Հիսուսը խաչի վրա երբ որ մեռավ, նա մեռած չմնաց։ Նա հարություն առավ, որովհետև կյանքին մահը չի կարող պահել։ Ինքը կյանք է եւ մահը իշխանություն չունի այդ կյանքի վրա։ Բայց երբ որ նա խաչի վրա էր, նա մի հատ հայտարարություն արեց, որ ամեն ինչ կատարվեց։ Ամեն բան կատարված է։ Հաղթանակը այստեղ է, բանալիները ձեռքում է եւ ամեն հավատացող կյանք ունի։ Ամեն հավատացող փրկված է։ Ամեն հավատացող Հիսուսի հետ ժառանգակից է։ Ամեն հավատացող հոր աջ կողմը նստած է։ Ամեն հավատացող զորավոր է։ Դրա համար ասում է, թող թույլը հայտարարի, որ զորեղ է, թող հիվանդը հայտարարի, որ բժշկված է։
որովհետև նա մեր անօրենությունների համար հարվածվեց եւ մեր խաղաղության պատիժը իր վրա եղավ եւ սրանով է մեր փրկությունը ոչ թե որ մենք արժանացանք, այլ որ ինքը մեզ գնեց, այլ որ ինքը մեզ փրկեց եւ ով որ հավատա նա մեջ նրան համար էլ դատապարտություն չկա։ Դու եւ մենք բոլոր հավատացողները ազատ են դատապարտությունից։ Աստված այսպիսի սիրով ասում որ սիրեց իր սերը երևաց ինչպես որ Աբրահամին էր ուզում տեսնել արդյոք ինքը իրան սիրում է ինչպես որ Աբրահամը դրսևորեց իր սերը եւ պատրաստ էր զոհաբերել իր միակին իր միածնին ցույց տալով որ ինքը ամենակարևորն է Աստված էլ այդպես ասեց դուք էլ իմ համար եք այդպես ամենակարող եւ այն ինչը որ թույլ չտվեց Աբրահամին ինքը արեց եւ սա խոսում իր սիրո եւ իր մեծության մասին Եկեք խոնարհվենք, եթե կարելի է please Եկեք ոչ թե ուղղակի այսպես sense ասենք, որ Հիսուսին հավատացողը կյանք ունի Մենք այդ կյանքը մեր մեջ տենանք Այդ կյանքը քո վրա խոսա Այդ կյանքը վայելի Կարող է այսօր ինչ որ բաներ քո համար այդքան էլ քո սրտով չի Կարող է որոշ սպասումներ ունեիր, որ այդքան էլ արդարացված չի, կամ դեռ սպասում ես ու քեզ թվում է ինքը ուշանում է։ Այսօր այդ ամեն ինչի վրա սկսի մարգարյանալ։ Սկսի խոսալ։ Հերիք է ինչքան նեգատիվ բաներ ես մտածել։ Սկսի լավ բաները մտածել։ Եվ դա թող դուրս գա ոչ թե քո մտքից, այլ քո հավատքից։ Ոչ թե դու մտածելով անես այդ ամեն ինչը, այլ իսկապես հավատալով անես։ Քո հավատքը թող քո անապատը ծաղկեցնի։ Հավատքը անապատի մեջ էլ ջրհոր կփորի։ Այն որ մարդիկ ասում են հնարավոր չի անապատի մեջ ջուր, բայց հավատացող մարդը անապատում էլ ջրհոր կփորի, որ ջուր քաշի։ Սաղմոսների մեջ էլ ասում է նրանք անապատը պետք է ծաղկի ու պտղաբեր այգի պետք է դառնա։ Եվ ինքը եկել է այդ մեր անապատը, Հիսուսը մեր անապատի մեջ էր։ Եվ մենք էլ անապատ չունենք։ Որտեւ ասում է ձեր փորից պետք է կենթանի ջրի գետեր բխեն սրանից հետո։ Այն ինչը որ չորացած էր, հիմա այդտեղից գետեր է բխում։ Պարզապես քեզ պետք է բացել քո բերանը ու այդտեղից բխեցնել այդ գետը։ Ուղղակի հավատքով արա այդ ինչ որ դու կանես, հավատքով խոսա, հավատքով դավանի, հավատքով հրճակի։ Մի նայ ոչ քո աջ կողմին նստածին, ոչ քո կամ ձախ կողմին նստածին։ Ոչ մեկի մի նայի երկնքին։ Քո օրհնությունը այնտեղից է գալի։ Այն Սաղմոսն ասում է, չէ, նայում եմ դեպի սարերը, որտեղից որ գալիս է իմ օգնությունը։ Այդ սարը միշտ խորհրդանշում է այն վայրը, որտեղ Աստծո հետ այդ հարաբերության տեղն է, հաղորդակցության տեղն է, որովհետև մենք երբ որ նայում ենք Աստվածաշունչը, այնտեղ միշտ երբ որ ուզում են Աստծո հետ հանդիպեն, բարձրանում են սարը։ Դրա համար Սաղմոսներն ասում են, այ իմ օգնությունը այդ սարի վրայից է գալի, որտեղ որ մենք հանդիպում ենք նրան։ Որովհետև ինքն է, որ կարող է ամեն բանի պատասխան ունենալ։ Որովհետև ինքն է մեր զորությունը, ինքն է մեր ճշմարտությունը, ինքն է մեր հավատքը, մեր վահանը, մեր սուրը։ Ինքը մեր սուրն է։ Այդ սուրը նրա համար չի, որ վերցնենք ու ճիշտ ու սխալ անենք, կռվենք իրար հետ։ Երբեմն մենք վերցնում ենք այդ սուրը, սկսում ենք իրար մորթել։ Սենց է գրված, չէ, սենց է գրված, չէ, սենց ճիշտ է, որտեղ սենց ասում, նենց ասում։ Այդ սուրը դրա համար չի, որ մենք իրար հետ կռվենք։ Այդ սուրը նրա համար է, որ մենք դրանով հաղթենք, ճեղքենք։ Երբ որ Մովսեսն էր հանդիպել դժվարության, իր առաջ ծովներ, իսկ իր հետևը եգիպտական բանակը։ Ու ինքը ձայնը բարձրացրեց ու սկսեց Աստծուն կանչել։ Եվ գիտեք Աստված ինչ ասեց։ Ասեց ինչի համար ես ինձ ցեն տալի։ Ինչ ես ինձ կանչում։ Պարզապես դու քո ձեռքերդ բարձրացրա եւ թող ծովը բացվի։ Ինձ մի ասա, ինքը տարա։ Ինքը տարա։ Որովհետեւ այդ իրավունքը դու ունես։ Այդ իրավունքը քեզ տրված է։ Դու Աստծո նման ես կամ Աստծո պատկերն ու նմանությունը ունես։
Եվ այն էությունը կամ այն ինչ որ Աստված իր մեջ ունի, ինքը դա հագցրել է մեզ վրա։ Եվ այն ինչ որ աղավաղված էր, Հիսուսը եկել լվաց է մաքրել է։ Հիմա դու նոր արարած ես։ Եվ որպես նոր արարած դու կարող ես մարգարյանալ, դու կարող ես հռչակել, դու կարող ես դավանել, դու կարող ես ապրել ու ապրեցնել։ Քո սրտիդ մեջ թող այսօր մտքիդ մեջ ավելի ճիշտ թող այդ անապատի մտածողությունը, պատկերացումները գնան։ Թող քո մտքիդ մեջ արդեն գա դրախտը, թող գա Եդեմի պարտեզը, թող գա Տիրոջ ներկայությունը ու թող գա այն, որ ինքը հաղթել է։ Դու քեզ պարտված մի տես, դու քեզ անտեսված մի տես։ Ինքը ամեն ինչի հարցերը լուծել է։ Կարևորը ինքը գիտի քո մասին։ Կարևորը ինքը ճանաչում է քեզ։ Միգուցե դու քո սպասելիքները ուրիշ է, բայց անգամ քո սպասումները տուր Աստծուն։ Կամ դու սխալ բան ես սպասում։ Այդ սպասումները դել տուր իրան։ Այդ պարտեզը ամբողջությամբ տուր իրան։ Դու ինքդ ինչ որ ունես քո մեջ, քո կասկածները տուր իրան։ Ինչ որ կա քո մեջ։ Բաներ կա, որ շարունակ մենք մտածում ենք, ու այդ մտածելուց գիտեք մենք սկսում ենք հոգնել, հիասթափվել, կոդրվել։ Այդ մտքերը թող իրան։ Երբ որ ասում ենք թող Աստծուն, դա նշանակում է ել մի մտածի, ուղղակի հավատա։ Ուղղակի վստահի իրան։ Եթե վստահում ես, ել մի մտածի, ինքը գիտի դրա ժամանակը երբ է։ Ինքը գիտի երբ կհասնի քեզ քո այդ խնդրվածքը, երբ կհասնի քեզ քո օրհնությունը, ինքը գիտի։ Ուղղակի հավատա, վստահ իրան։ Սիրտդ թող չտխրի, չխռովի։ Այդ սրտիդ մեջ պիտի տառապանք չապրի, թող այդ սրտիդ մեջ ապրի Տիրոջ այդ սերը, ուրախությունը, խաղաղությունը։ Ինչ մեկա տխրելով բան չես փոխելու։ Հիասթափվելով ավելի շատ փչացնելու ես, քան ինչ որ բան սարքելու ես։ Տագնապի մեջ ոչ մի օգուտ դու չունես։ Ինչքան ուզում ես մտածի, քո մտածելուց բան չես կարողալու փոխես, բայց բավական է ընդամենը վստահես Աստծուն, ընդամենը ուղղակի ասա Տեր, ես վստահում եմ քեզ, ու այդ ամեն ինչին հավատա, ու դու կտեսնաս, թե երբ ոնց կհասնի քեզ քո օրհնությունները։ Որովհետև ինքը բարի է։ Ինքը բարի է, մեր Տերը բարի է, ինքը քո համար բարի է, իր մտքերը քո համար բարի են։ Սիրելի Տեր, մենք մեծարում ենք քեզ։ Մենք երկրպագում ենք քեզ քո բարության համար, քո սիրո ու քո մեծության համար, որ դու մեզ ընտրել ես, որ դու մեզ կանչել ես եւ դու մեր մեջ ապրում ես։ Հավատում ենք, որ դու միակն ես, որ դու ճշմարիտն ես, որ դու ամուր ժայռ ես, որ դու անսասան ես, դու ամուր աշտարակ ես, դու մեր ապահովությունն ես, դու զորություն ես Տեր, քեզնից բխում այդ զորությունը եւ մենք գալիս ենք քո գահի առաջ համարձակորեն եւ ասում ենք Տեր, լցրում ես քո զորությունով, քո ուժով, քո կարողությունով, քո հավատքով եւ համարձակությունով։ Մենք գալիս ենք քո առաջ, որ ասենք դու աննման ես, դու կատարյալ ես եւ քո կատարելության մեջ մեզ դարձրել ես կատարյալ, որ մեր անկատար լինելը դու փոխել ես Տեր, որ մեր տկարությունները վերցրել ես, որ մեր վախերից ազատել ես, որ մենք կարող ենք հիմա Տեր գալ ուղղակի քեզ հայտարարել ու ասել, որ սիրում ենք, որ դու մեզ մոտ ես, որ դու մեզնից հեռու չես, որ պետք չի քեզ հեռու տեղերում ման գալ, որովհետև դու մեր մեջ ես ապրում, որ դու մեր հետ ես եւ տեղյակ ես ու գիտես ամեն բան մեր մասին։ Քոնն է ողջ փառքը, քոնն է ողջ զորությունը, ողջ պատիվը։
աղքատին աղբանոցից վեր բարձրացնող Տեր ես։ Դու կուրին տեսողություն տվող Աստված ես։ Դու կաղին կարող ես ցածկոտել տալ Տեր։ Ինչ որ աչք չի տեսել, ինչ որ ականջ չի լսել, դու դա անում ես եւ ցույց ես տալիս Տեր։ Եվ մենք քեզ ենք տալիս ողջ փառքը ու պատիվը։ Երկրպագում ենք, խոնարհվում ենք, բարձրացնում ենք քեզ, որովհետև դու միշտ բարձրերում ես։ Դու ամեն բանից վեր ես։ Բայց դու խոնարհվում ես եւ մեր մեջ մեր հետ քայլում ես Տեր։ Դու բարձրյալ ես, բայց հպարտ չես Տեր։ Եվ մենք սիրում ենք քո խոնարհությունը եւ շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ անտեր չես թողել, որ դու մեզ չես ընդհանրապես մենակ չես թողել, որ դու մեր համար հույսն ես բերել եւ կյանքն ես բերել եւ դու գիտես Տեր մխիթարել քո զավակներին եւ դու գիտես Տեր օրհնություն տալ քո զավակներին եւ քո զավակները քո ուրախությունն են Տեր։ Մենք քեզ փառավորում ենք։ Երկրպագում ենք։ Տալիս ենք ողջ փառքը եւ պատիվը։ Եվ ասում ենք ամեն տկարացած սիրտ թող զորանա, ամեն թուլացած ծնկներ թող ուժեղանան, ամեն վախեր թող հեռանան, թող Տիրոջ զորությունը բգա, թող ամեն լեզու դավանի, որ ինքը Տեր է, թող ամեն լեզու դավանի, որ Հիսուսն է Տերը, եւ ամեն բան կատարված է, էլ որևէ բանի կարիք չունենք, որովհետեւ դու ես մեր կարիքի պատասխանը, դու ես մեր հաղթությունը, դու ես մեր օրհնությունը, դու ես մեր սրբությունը, դու ես մեր արդարությունը, դու ես մեր բժշկությունը, դու ես մեր հաղթանակը, դու ես մեր հաղթության դրոշը եւ մենք քեզ դավանում ենք ու հայտարարում ենք Տեր, որ դու ես սկիզբը եւ վերջը եւ ամեն բան քեզ է տրված, թե երկրի վրա, թե երկնքի մեջ, որովհետեւ դու ամեն բանի Տեր ես, դու ամեն բանի թագավոր ես, դու ես թագավորների թագավորը։ Եթե կարելի է փառաբանության երկրպագության խումբը կա։ Մեծարենք նրան, երկրպագենք նրան, ասենք որ Տեր քո փառքը աննման է։ Եվ թող քո փառքը Տեր լցվի այս վայրի մեջ, ել ավելի Տեր, թող քո փառքի ամպը իջնի այստեղ Տեր։ Լցրում ես Տեր քո գինով, քո նոր գինով Տեր, որովհետև մենք նոր տիկեր ենք Տեր, այն հինը գնաց Տեր, մեր նոր տիկերը Տեր էստեղ է, որովհետև մենք ակնկալում ենք եւ ուզում ենք լցվել Տեր։ Թող մի հատ նոր ուրախության յուղ գա Տեր, թող մի նոր մխիթարությամբ Տեր, մի նոր թարմությամբ Տեր, թող որ իսկապես մեր ներսը Տեր նորոգվի Տեր, թարմանա ել ավելի Տեր։ Դու միշտ ես թարմացնում, դու միշտ ես նորոգում, բայց մենք նորից ենք ուզում Տեր, որովհետև ամեն անգամ դու յուրահատուկ ես, ամեն անգամ դու քոնը ուրիշ է Տեր, դու ամեն անգամ մի նոր բան ես անում Տեր, եւ այսօր էլ Տեր մենք ուզում ենք այդ նոր գինուց խմել Տեր, մենք ուզում ենք այսօր էլ նոր գինով հարբել Տեր, մենք այսօր էլ ուզում ենք քեզ նոր ձևի մոտենալ Տեր, մենք այսօր էլ ուզում ենք նորովի քեզ հետ գրկվել ու քո հետ լինել Տեր։ Դու տեսնում ես ամեն բան եւ դու գիտես որ ամեն բան քո ձեռքերի մեջ ենք հանձնում ենք քեզ Տեր։ Ամեն բան հանձնում ենք քեզ, հանձնված ենք քեզ Տեր։ Հանձնվում ենք քեզ Տեր։